Հիմա դատախազը հրապարակել է բան, երեք Արման Բաբաջանյանը ուղիղ 1 ժամ էր հրապարակում էր ինչ-որ հարստություններ, սեփականություններ։ Ես ապշած եմ։ Հիմա դա ճիշտ է թե սխալ։ Ոչ մեկը թող ինչ ասի, որ մարդիկ բիզնեսով են հասնում դրան, չգիտեմ ինչով են հասնում դրան։ Բա ինձ էլ է հետաքրքիր, չէ՞ դա։ Հիմա, բա ինչի եք գնում այդ օրակարգի տակ։ Ինչի եք մտնում այդ օրակարգի տակ։ Ինչի եք գնում այնտեղ իբրև թե ելույթ, այ տեսակ ինչ համարձակ հարց տվեցի, ինչ համարձակ խոսք ասեցի։ Ասեցիք դե հիմա տակից դուրս եկեք։ Դե հիմա տակից դուրս եկեք։ Պարոն Սագուլյան, իմպիչմենտի մասին խոսեցիք, հենց նույն Հայաստան դաշինքի պատգամավորները մեկնաբանում են այսպես, որ 20 ձայն բերեք ԿՊ-ից, այո, մենք կստորագրենք։ Եթե լսենք Ալեն Սիմոնյանի ինքնավստահ խոսքը, ապա նրանք վստահ են, որ ԿՊ-ն երբեք ճաքեր չի տալու եւ նույնիսկ եթե այս ուրբաթ լինի ընտրություններ խորհրդարանական, նրանք հավաքելու են 50+1 ձայն։ Որքանով եք հենց Ճիշտ են ասում, որովհետև դիմացինը տեսնում են, չէ՞ ով է իրանց հետ ուզում պայքարի մեջ մտնել։ Ցավոք սրտի ժամանակից շուտ բոբիկացան մտան ջուրը, առանց իմանալու, որ իրանք ամենախոցելի թիրախներն են։ Եվ դրա համար են մարդիկ արդեն երբ որ տեսնում են ով է իր Ախոյանը, կարա տենց բան ասի։ Ընդ որում, տեսեք իրանց որ հիմա դատախազը ինչ որ ցուցակ հրապարակեց, երեք Արման Բաբաջանյան ինձ ուղարկել են ես նայել եմ, մի ուրիշ ցուցակ հրապարակեց, ասեց սա որ հաղորդում է բանի մասին։ Հիմա դրանք էլ բոլորը կվերցնեն, պատկերացնում եք մինչև 1 տարի հետո ինչ է տեղի ունենալու։ Պատահական չէր որ այն մարդամեկը ասեց Հանց Պողոսյանը, որ մյուս տարի ժամանակ որ ես կամ ստեղ զեկույցի, կտեսնեք որ շատ հարցեր իրանց լուծումները ստացել են։ Այո։ Բա արա, դուք քաղաքական ուժ եք, քաղաքական կուսակցություն եք, երկրի համար մտածող մարդիկ եք։ Արա, բախրնեց մտածեք, ոչ թե ձեր շահերի տեսանկյունից մտածեք, ոնց անենք, որ մենք նորից լինենք, այլ մտածեք ոնց անենք, որ այս մարդուց ազատվենք։